Նույն տապանում հյուրընկալել եմ ժողովրդավարության եւ անվտանգության հարցերի կենտրոնի ղեկավար, հանուն հանրապետության կուսակցության քաղխորհրդի անդամ Արնոլդ Բլեյանին, պարոն Բլեյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Մի փոքր շեղվենք մեր ֆորմատից, ամենավերջին հարցերից չսկսեմ մեր հարցազրույցը, պարոն Բլեյան, սկսենք հետեւյալից։ ԱՄՆ փոխնախագահի այցին հաջորդում է Հայաստանի վարչապետի հարցազրույցը հանրայինի եթերում եւ նա այնտեղ հայտարարում է, որ մտադիր են Ռուսաստանի հետ բարեկամական տրամաբանության մեջ լուծել ռուսական կառավարման ներքո գտնվող հայկական երկաթուղու հարցը եւ վստահ եմ գիտեք, որ երկար ժամանակ մեր վերլուծական փորձագիտական շրջանակները այս հարցը բարձրացրել են եւ համարել են, որ սա այն հարցն է, որի դեպքում հնարավոր չէ բարեկամության մթնոլորտում այս հարցը լուծել։ Հիմա դուք ինչ կարող եք ասել, Հայաստանի իշխանությունները իսկապես կկարողանան երկաթուղու կառավարման հարց լուծել բարեկամական մթնոլորտում եւ որը բխի Հայաստանի շահերից։ Այդ հարցը պետք է լուծել եւ այդ հարցը պետք է լուծվի բխվելով Հայաստանի Հանրապետության շահերից։ Ցանկալի է որ դա լինի բարեկամական մթնոլորտում, բայց եթե դուրը շրխկցնելուց շատ բարձր ձայն դուրս եկավ, ես դրա հետ խնդիր չունեմ։ Կարևոր այն է, որ հայկական երկաթուղիները պետք է ապառուսականացվեն։ Իդեպ մինչ վարչապետի հայտարարությունը, մինչ իր ակնարկը, որ որոշ պետություններ իրենց կոմֆորտային չեն զգում, որ որոշ հատվածներ ռուսական են, այդ իսկ պատճառով Թուրքիան եւ Ադրբեջանը սկսում են առանձին ինչ որ գիտեք նախագիծ են ունեն մի քանի միլիարդ դոլար նախագիծ ունեն դրանից առաջ քանիցս հայտարարել են որ հնարավոր չէ հարավկովկասյան ռուսական հարավկովկասյան երկաթուղիներով խաղաղության խաչմերուկը կյանքի կոչել եւ թարապես այդ բոլոր կապողիների ապաշրջափակում ապահովել, որովհետեւ նախ բոլորին հենց այսօր ես ծանոթացա որ ռուսական երկաթուղիները իրենք շատ լուրջ խնդիրների տակ են, այնտեղ մի քանի միլիարդների ռուբլիների հասնող պարտքեր ունեն, ամսի 1-ից իրանք վարձավճարն են ավելացնում Ռուսաստանում, իրենց պետական գույքն են վաճառում Ռուսաստանում, որպեսզի կարողանան պարտքի տակից դուրս գալ եւ իրենց քույր կազմակերպությունը, իրենց դուստր կազմակերպությունը Հարավկովկասյան երկաթուղին չի կարող նորմալ վիճակում լինի նամանավանդ որ նա գտնվում է սանկցիաների տակ։ Իսկ եթե մենք նոր երկաթգիծ ենք կառուցում կամ վերանորոգում ենք, ապա այն պետք է լինի բարձր մակարդակի, բարձր որակի։ Որովհետև բազմամիլիարդանոց ներդրումներ են տեղ ունենում, թե թրիպի շրջանակում, թե ընդհանրապես, եւ դա նշանակում է, որ պետք է բարձր կարգի, բարձր որակի երկաթգիծ ունենանք։ Ոչ միայն երկաթգիծ ունենանք, այդ գնացքները պետք է լինեն նորմալ կահավորված, նորմալ որակի, տեսեք մենք երբ կոնցեսիոն համաձայնագրով տրվեց, 2008 թվականի փետրվարին հանձնվեց դա Ռուսաստանին, մեծ գումարների ներդրման մասին պայմանավորություն կար ըստ պայմանագրի հայ-ռուսական, դրանք տեղի չունեցան, նոր շարժասանդուղքի մասին կետ կար պայմանագրում, սակայն դրա փոխարեն հինը պարզապես նորոգվեց, ներկվեց, ինչ որ փոփոխություններ արեցին, Wi-Fi քաշեցին, անունը դրեցին նոր վագոններ, բայց իրականում դա չէ 21-րդ դարի պահանջը։ Եվ օրինակ ցանկացած ոք, չեմ ասում եվրոպական երկիր, նույնիսկ երբ գնում ես Վրաստան եւ տեսնում ես թե իրենց գնացքներն ինչ մակարդակում են, իրենց սպասարկում ինչ մակարդակում է, դու տեսնում ես սար ու ձորի տարբերությունը, իսկ օրինակ վրացիները գերմանացիները են աշխատում եւ գերմանացիների միջնորդությամբ են կարողացել վերակառուցել եւ թարապես նոր շունչ հաղորդել իրենց երկաթգծին եւ հիմա վրացական երկաթգիծը top 10-յակի մեջ է, այդ շահույթ վճարողների Եվ մեզ պետք է նմանատիպ մի կազմակերպություն եւ ես օրինակ վարչապետը անուններ հնչեցրեց, Ղազախստանի անունը հնչեցրեց, Արաբական Միացյալ Էմիրությունների անունը հնչեցրեց, որ կարելի է կառավարման հանձնել։ Խնդիր չկա նույնիսկ Ղազախստանի պարագայում, բայց ես կարծում եմ Արաբական Էմիրությունների պարագայում դա լավագույն տարբերակը կլինի, որովհետեւ իրենք բոլորը շատ լավ հարաբերություններ ունեն, ընդ որում դրա հետ խնդիր չի ունենա ոչ Իրանը, ոչ Թուրքիան, ոչ Միացյալ Նահանգները, նամանավանդ որակի մասին կարծես թե հնարավոր չէ որևէ
կասկած հայտնել, որովհետև բնականաբար որ դա կլինի շատ բարձր որակի, բարձր մակարդակի եւ բարձր ստանդարտներով միջազգային 21-րդ դարին համապատասխան ստանդարտներով կառուցվող երկաթգիծ եւ ես մի հատ ուրախ կլինեմ։ Իհարկե ես կցանկանայի որ մենք անգլիացիներին ներգրավեինք այստեղ, կարծում եմ նույնիսկ վրացիների հետ կարող ենք աշխատել, բայց արաբական աշխարհի հետ միանշանակ ես կողմ եմ։ Կարևորը որ դա ապառուսականացվի, կարևորը որպեսզի գիտեք, այստեղ խնդիրը ոչ այնքան է, որ ռուսականը չլինի, այնքանը նաև, որ մեր երկաթգիծը աշխատի եւ այլ երկրները, նույն Ադրբեջանն ու Թուրքիան չցանկանան օրինակ այդ այլընտրանքային ճանապարհը կառուցել։ Որովհետեւ մենք չենք ուզում այդ 42 կիլոմետրի հույսին մնանք։ Մենք ուզում ենք, որ հնարավոր բոլոր մակարդակներով մենք կարողանանք կապողներ ստեղծենք եւ այլ երկրները մեր երկրով գնան։ Հիմա երկաթուղու հետ կապված այս հարցերի բարձրաձայնումը, հետեւաբար նաև խնդիր դնելը, որ պետք է փոխվի կարգավիճակը, սա արդյոք չի նշանակում ուղիղ հարվածել կամ վնասել ռուսական շահերը, Ռուսաստան պետության շահերը։ Եթե դա է նշանակում, ապա վարչապետն ասում է, որ իրենց օրակարգում չկա Ռուսաստանին վնասելու խնդիր եւ իրենց ռուս գործընկերներին էլ բացատրել են, որ նրանց հետ չեն կռվելու։ Այսինքն այս հակասությունը մենք ինչպես հասկանանք, վարչապետը միգուցե դեռ ընդամենը հայտարարում է եւ չի պատկերացնում գործընթացի ընթացքը։ Դե ինքը նաև հայտարարեց, որ բայց այնուամենայնիվ եթե դա բխելու է Հայաստանի Հանրապետության շահերից, մենք անելու ենք այնիշ համապատասխանում է Հայաստանի Հանրապետության շահը։ Ես նորից եմ ասում, այո, դրանք թարապես եթե մենք նայենք ցանկացած պրոհայկական քայլ, որ Հայաստանի Հանրապետությունը կանի, դա ապրիորի լինելու է հակառուսական։ Որովհետև Հայաստանի Հանրապետության շահերից է բխում, որպեսզի այստեղ լինի ժողովրդավարություն, զարգացում եւ խաղաղություն, իսկ այդ 3 կոմպոնենտը այդ 3 կոմպոնենտները չեն համապատասխանում Ռուսաստանի Դաշնության տեղային շահերին։ Հետևաբար մենք ինչ էլ անենք Հայաստանի Հանրապետության զարգացմանը միտված, դա լինելու է հակառուսական։ Եվ ես չգիտեմ հիմա վարչապետը եւ իր թիմը ինչպես է բանակցելու ռուսական կողմի հետ, դա իրենց աշխատանքն է, եթե կարողանցան նույն ջերմ մեթոդներով ինչպես մենք ճանապարհեցինք Զվարթնոցից, նույնպես ճանապարհենք երկաթգծից, շատ լավ։ Եթե ոչ, ապա դա իրենց խնդիրն է։ Բայց մենք տեսնում ենք ռուսական ջղացություններ, շատ լուրջ ջղացություններ այս վերջին շրջանում եւ էլ Գալուզին, էլ Օվերչուկ, էլ Լավրով, էլ Մեդվեդև, ով հնարավոր է, ինչ որ մի բան ասում է եւ ընդ որում մենք տեսնում ենք թե Կոպիրկինը իրենց դեսպանը մենք տեսնում ենք թե իրենք ինչ կառուցողական են դառնում, հա, սկսում են խոսել Հայաստանի զարգացումից, ժողովրդավարությունից, որ իրենք երբևէ չեն խոսել, որովհետեւ իրենք հասկանում են, որ հողը ոտքերի տակից գնում է, նրանք նոր սկսում են կռահել, գիտակցել դա։ Բայց դա իրենց խնդիրն է, ես թալապես խնդիր չեմ տեսնում, որ դա լինելու հակառուսական կամ իրենց շահերին դեմ լինելու, այո, դա իրենց շահերի դեմ է լինելու։ Եվ օրինակ երբ վարչապետը ասում է մենք չենք անելու ինչ-որ մի բան հակառուսական, ես չեմ ասում անում ենք դա հակառուսական։ Ուղղակի մենք անում ենք սա հանուն Հայաստանի Հանրապետության, որը դառնում է հակառուսական եւ դա մեր խնդիրը չի։ Օրինակ Ղազախստանից կամ Արաբական Էմիրություններից կամ Իրանից, նույնիսկ կամ Վրաստանից մենք չենք լսում, որ դուք հակավրացական, հակաիրանական կամ նույնիսկ Իրանի դեսպանին, հա, այս վերջերս մենք տեսանք թե ինչ կառուցողական հայտարարություններ արեց։ Ռուսաստանն է, որ միայն չի կարողանում միջևերջ գիտակցել, որ այն քաղաքականությունը, որ իրենք մշակել են եւ տարիներ շարունակ իրենք ворթեգրել են, թողել է իրենց առանց դաշնակիցների։ Այսօր իրենց միակ դաշնակիցը Հյուսիսային Կորեան է, որովհետեւ միայն Հյուսիսային Կորեայի զորքն է, որ ռուսազների հետ ուսուսի տված կռիվ են տվել հանուն Ռուսաստանի Դաշնության շահերի։ Ուրիշ ոչ մի երկիր իր զինվորին չի ուղարկել պաշտպանելու ռուսներին, այդ թվում Բելարուսը։ Ի հեճուկս հապկանոնադրության։ Նույնիսկ չինացիները օրինակ իրենք Չինաստանը չի համարում Ռուսաստանի դաշնակիցը։ Իրենք գործընկերներ են, բայց դաշնակիցներ չեն։ Եվ իրենց բոլոր դաշնակիցներն ու գործընկերները իրենք կորցնում են իրենց իշխանությունը Սիրիայում, Վենեսուելայում, Իրանի վրա հարձակում էր լինում ռուսները մատը-մատին չէին խփում։ Սա է ռուսական քաղաքականության իրականությունը, դեմքը։ Մենք պետք է սրանից խոսենք եւ պետք է առերեսվենք սրան։ Պարոն Բլեյան, ԱՄՆ փոխնախագահի այցի շրջանակներում
ԱՄՆ-ն եւ Հայաստանը ավարտեցին միջուկային համագործակցության 1-2-3 համաձայնագրի շուրջ բանակցությունները եւ սրանից հետո մենք լսեցինք հայտարարություններ նույն Գալուզինի շուրթերով, որ Ռոսատոմը պատրաստ է հնարավորինս շուտ սկսել նախագծի իրականացումը, բնականաբար հաշվի առնելով հայ գործընկերների ցանկությունները եւ Փաշինյանը դրանից հետո ասում է, որ միջուկային ռեակտորների հարցը Հայաստանը պատրաստ է քննարկել Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Հարավային Կորեայի եւ Չինաստանի հետ։ Այս ռուսները սկսել են Թուրքիայում կառուցել եւ չեն կարողանում ավարտել, որովհետեւ իրենք խնդիր ունեն, սանկցիաների տակ են, տեխնիկական առումով իրենք չեն կարողանում ավարտին հասնել իրաց աշխատանքը եւ այստեղ հարցը պետք է լինի նաեւ քաղաքական։ Գիտեք, երկար ժամանակ Հայաստանում հենց միայն քաղաքական որոշումներ էին կայացվում եւ անտեսվում էր տնտեսական բաղադրիչը։ Այժմ մենք տեսնում ենք, որ կա տնտեսական բաղադրիչ եւ տնտեսական շահը մեզ հուշում է, որ չպետք է ռուսների հետ աշխատենք, բայց կա նաեւ քաղաքական շահ։ Եվ այդ քաղաքական շահը առաջին հերթին մեզ ի վերջո նաեւ հնարավորություն է տալիս այս անգամ ասել ոչ, որովհետեւ մեր նպատակն է։ Բայց վարչապետի հայտարարությունը արդյոք ոչի մասին է։ Եվ սա էլ այդ ԱՄՆ-ի հետ բանակցությունների ավարտից հետո, այսինքն Հայաստանի իշխանությունը կողմնորոշված չի այս հարցում։ Մի կողմից ներկայացնում են, որ մեծ ձեռքբերում ունենք ԱՄՆ-ի հետ միջուկային այդ համագործակցության առումով, մյուս կողմից վարչապետը այսպիսի հայտարարություն է անում։ Ես գրեթե չեմ հավատում, որ իրենք կգնան ռուսների հետ ինչ-որ համագործակցության, բայց լավ կլիներ, որ մենք վերջնականապես ասենք ոչ եւ լավ կլինի, որ վերջնականապես կողմնորոշվենք, թե ում հետ ենք ուզում համագործակցենք։ Ես թե Միացյալ Նահանգների, թե Հարավային Կորեայի, թե Ֆրանսիայի, թե նաեւ Կանադայի հետ խնդիր չունեմ։ Ռուսաստանի հետ խնդիր ունեմ, Չինաստանի հետ էլ խնդիր ունեմ։ Մենք այո, ռազմավարական գործընկերներ ենք Չինաստանի հետ, բայց մենք չունենք այն արժեքային ընդհանրությունը։ Իրենք կոմունիստ ենք, մենք ոչ։ Եվ ես չեմ պատրաստվում, որպեսզի Հայաստանի ատոմակայանը ռուսական կախվածությունից անցնի չինական կախվածությանը։ Օրինակ չեմ պատկերացնում Հարավային Կորեայից մենք կախման մեջ ընկնենք կամ Կանադայից կամ Ֆրանսիայից։ Դե ոբար երեք երկրների հետ մենք կարող ենք համագործակցել։ Եվ կարող է մեկը լինի, մենք խոսում ենք փոքր մոդուլար այդ ռեակտորների մասին, կարող է մեկը լինել ամերիկյան, մեկը կարող է լինել ոչ ամերիկյան, բայց չի կարող լինել ռուսական։ Եթե այս ամենից հետո մենք համագործակցում ենք Ռուսաստանի հետ, ապա այս ամենը ինչի մասին էր։ Այսինքն Բլինքեն-Միրզոյան ձևաչափով մենք հուշագիր ստորագրեցինք նախորդ վարչակազմի հետ։ Հիմա J.D. Vance-Փաշինյան ձևաչափով մենք համաձայնագիր ստորագրեցինք եւ դրանից հետո գնում ենք ռուսների հետ անենք, դա այնքան անտրամաբանական կլինի եւ այնքան ծաղրանքի կարժանանա մեր այս քաղաքականությունը, որ ես ասել որ փափուկ բարձ է դրվում այս հայտարարություններով ավելի շատ այո, փափուկ բարձ են դնում, որ իբր թե մենք դեռ չենք կողմնորոշվել, բայց կարծում եմ ռուսերն են հասկանում, որ իրենք այստեղ անելիք չունեն։ Բայց իհարկե դա չի նշանակում, որ նրանք չեն փորձելու։ Եվ Գալուզինի հայտարարությունը դրա մասն է, որ նրանք փորձելու են եւ իդեպ մենք տեսնում ենք շատ ագրեսիվ քաղաքականություն իրենց կողմից։ Ինչպես է դրսևորվում։ Իրենց հայտարարությունը, նա Գալուզինի հայտարարությունը շատ ագրեսիվ էր։ Թե հապկի վերաբերյալ, թե այն սպառնալիքների վերաբերյալ, թե մեր մերձեցումը Եվրոպական միության հետ ինչին կարող է վերածվել, որ Հայաստանը վերածվում է արևմտյան գործիքի ընդդեմ Ռուսաստանի Դաշնության շահերի եւ այլն, դրանք արդեն անթույլատրել հայտարարություններ են։ Ես շատ կուզեի, որ մենք շատ ցավով, բայց պետք է մի քիչ ընդօրինակենք հարևան պետության ղեկավարից, թե ինչպեսի կոշտ եւ հանգիստ արտահայտություններ անում ընդդեմ Ռուսաստանի։ Եվ մենք չենք տեսնում նույն այդ հակադրբեջանական հայտարարությունները, որոնք մենք տեսնում ենք Հայաստանի պարագայում։ Նամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե։ Ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուրբախ։ Գտնվում է գերազանց վիճակում։ Կինը 15000 ԱՄՆ դոլար։ Հեռախոսահամար 094 115 310։
Երևան փոստը Գրանադայի ուզում, տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Դե Ալեն Սիմոնյանը առիթ ունեցա բարձրաձայնելու խնդիրների մասին Լավրովի հետ հանդիպման ժամանակ։ Ես ռետորաբանությունը ճիշտ է, Լավրովը առաջ ընկավ եւ բողոքեց ռետորաբանությունից, բայց մենք տեսնում ենք նաև իրենց ռետորաբանությունը։ Ես գիտեք, ես այնտեղ երկու մասի կբաժանեի, այն հանդիպումը, որ Լավրովի հետ էր, իմ սրտով այնքան չէր, որովհետև էլի տպավորություն կա, որ մենք պետք է արդարանանք Լավրովի դիմաց, թե ինչու է սա այսպես, թե ինչու է դա այնպես։ Ես հիշում եմ, երբ Լավրովն եկել էր Հայաստան, Մատվիենկոն էր եկել Հայաստան, եւ այստեղ մենք նույնպես իրենց բացատրություններ էինք տալիս, իրենք մեզնից բացատրություններ են պահանջում, մենք բացատրություններ ենք տալիս։ Հիմա մենք գնում ենք այնտեղ նորից բացատրություններ ենք տալիս։ Դա անթույլատրելի է։ Լավրովը լրիվ մնացել է հին աշխարհում։ Հասկանում եք, իրենց ոչ զարգացում տեղի չունեցում, ճկունություն չկա իրենց քաղաքականությունում։ Օրինակ նույնիսկ եթե համեմատես Մատվիենկոյի հետ, Մատվիենկոն շատ ավելի լավ դիվանագետ էր այդ առումով, քան Լավրովը։ Պարոն Բլեյան, Ալիևի երեկվա հայտարարությունը, որ Հայաստանի սահմանադրությունը պետք է փոխվի, որից անմիջապես հետո կստորագրվի խաղաղության պայմանագիրը։ Սա Ռուսաստանից ուղղորդված հայտարարություն էր։ Չեմ կարծում, դա ավելի շատ արձագանքն է, որ մենք ունենք ներքին աշխարհում, Հայաստանում, որովհետև այն զարգացումները ներքին քաղաքականությունում, նախընտրական ոգու ներքո, որոնք տեղ են ունենում, թույլ են տալիս Ադրբեջանին ավելի զգուշ մոտենալ, թե ի վերջո ինչ արդյունքներ կբերեն 2026 թվականի ընտրությունները եւ այսպեսի կտրուկ եւ ոչ խաղաղությանը ոչ նպաստող հայտարարություններ անել։ Բայց եթե մենք ունենք ներքին իրավիճակ, երբ իշխանության դեռ չեկած արդեն խոսում են սահմանադրությունը փոխելու մասին, որոշ ուժեր Բելարուսա, ռուսական ինչ-որ միավորումներ են ստեղծում եւ գնում են ընտրությունների։ Հասկանում եք, դրանք ցույց են տալիս, որ մենք խոցել ենք ներսից։ Մենք ներսից խոցել ենք եւ նորից այդ հարցը լուծելու պատասխանատվությունը իշխանությունը թողնում է քաղաքացիների ուսերին։ Այսինքն մեր քաղաքացիներն այնքան գիտակից են, որ իրենք իրանց ձայն չեն տա։ Ես դա համարում եմ պատասխանատվությունից խուսափելու քաղաքականություն։ Իսկ ո՞րն է պատասխանատվությունը։ Դա ինչ է։ Պատասխանատվությունն է, որ այն քաղաքական գործիչները, որոնք հակաժողովրդավարական են, չեն կարող թույլատրվել մասնակցել ժողովրդավարական ընտրությունների, որպեսզի հետո իրենք գան այդ ժողովրդավարական մեթոդներով տապալեն նույն ժողովրդավարությունը։
որովհետև ես կարծում եմ, որ պրոռուսական կուսակցությունը դա նույնն է, ինչ լինես պրոադրբեջանական կուսակցություն։ Հիմա եթե օրինակ մի կուսակցություն հայտարարի, որ մենք համարում ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է միութենական պետություն կազմեն, մենք ինչպես կդիտարկենք, սվիններով չէ կընդունենք։ Կամ եթե օրինակ հայտարարեն, որ Հայաստանը պետք է միանա, չգիտեմ, թյուրքական աշխարհի ճոր կազմակերպությանը, չենք ասի, որ սա աննորմալ երևույթ է։ Չենք ասի, որ դրանք չպետք է թույլատրվեն մասնակցեն ընտրությունների։ Իսկ կներեք, ինչու պետք է պրոռուսական կուսակցությունները այդքան նորմալ դիտարկվեն։ Ոչ, ես չեմ համարում։ Ես կարծում եմ երկուսն էլ հավասարապես մերժելի են։ Որովհետև եթե պետական մակարդակով ասում են Հայաստանում պետք է ռազմական գործողություն իրականացնել, արյուն թափել, եւ մենք դա եւ այդ կուսակցությունները իրենց հայտարարում են պրոռուսական եւ ասում են, որ պետք է Բելարուս, Ռուսաստան նյութենական պետության մաս կազմեն, անթույլատրելի է։ Լավ, Ալիևի այդ պահանջի բավարարումը ինչ սպասել, մինչև ընտրությունները կբավարարեն, եւ եթե իշխանությունը պատրաստ է բավարարել, նույնը կարելի է ասել հանրության մասին, որտեղ մենք գիտենք, որ արդարադատության նախարարն ասաց, որ սահմանադրության այդ նոր տեքստը պատրաստ կլինի մարտին։ Մենք նաև լսել ենք, որ այն քվեարկության կդրվի աշնանը, ես չունեմ տեղեկություն, որ իրանք միգուցե ուզում են միաժամանակ անեն խորհրդանական ընտրությունների, չեմ բացառում, որ կարող է եւ գնան այդ քայլի, պետք է սպասենք, տեսնենք ինչ զարգացումներ կլինեն։ Ես կարծում եմ, որ շատ ավելի լուրջ մենք տնային աշխատանք ունենք անելու։ Թրիփի հետ կապված։ Ոչ, այն կուսակցությունների մասով, որոնք նորից փորձում են օկուպացնել իշխանության դիմադիր հատվածը։ Իշխանությունն իրեն արխային է զգում, հասկանալով, որ իրենք վերընտրվելու են, բայց իրենք շատ անտարբեր են վերաբերվում, թե ով է լինելու իրենց ընդդիմադիրները։ Ինչ են անտարբեր, պարոն Բլեյան, միգուցե իրենց ձեռ է տալիս, այո։ Ես դրա հետ հաշ չեմ։ Ես կարծում եմ, որ իշխանությունը պարտավոր է ոչ միայն ազատ եւ անկախ ընտրություններ անցկացնելու, բայց նաև արդար ընտրություններ անցկացնել իրենք նաև պարտավոր։ Այսինքն մրցակցային պայմանները բավարար լինեն բոլորի համար, արդար լինեն։ Բայց մենք չենք կարող, այսինքն այնինչ Ռուսաստանը սահմանադրություններ փոխում, որպեսզի այնտեղի նախագահի կյանքը երկարացնեն։ Իլհամ Ալիևն էր սահմանադրություն փոխում, Սերժ Սարգսյանն էր սահմանադրություն փոխում, դարձնում էր խորհրդարանական։ Հիմա այս մարդիկ դեռ իշխանության չեկած արդեն սահմանադրությունը ուզում փոխեն։ Ինչ աննորմալություն է։ Այսինքն իրավապահ համակարգն ու կենտրոնական ընտրական հանձնաժողովը իրանք բան չունեն ասելու այս ամենին։ Եւ սա անվանորեն ժողովրդավարություն, Գյումրիում էլ ասում են ժողովրդավարական process-ներ են, տեսանք թե ինչ եղավ։ Վերջում ձերբակալեցին ու հիմա էլ այդպես վիճակում է։ Չի կարելի է։ Դա այն ժամանակ, երբ որ ժողովրդավարությունը չես պաշտպանում ժողովրդավարական գործիքներով, այ մենք ունենում ենք Գյումրիի վիճակ։ Հիմա ես չեմ ասում, որ իշխանությունն են իրեն գալու, նույնիսկ այդ 3 ուժերով միավորվեն։ Ես հեռու եմ այդ վարկածից, բայց այն որ նրանք մխտարելու են, դա միանշանակ է։ Եվ ցանկացած իշխանություն չի կարող լինել լավը կամ շատ լավը, եթե ունի այսպիսի ընդդիմություն, որովհետև պետք է այնպիսի ընդդիմություն լինի, որ պահանջի իշխանությունից գործել հանուն Հայաստանի Հանրապետության պետական շահերի, ոչ թե հակառակը, մտածի ոնց անի, որ Հայաստանի համար վատ լինի, որ իրենց համար ավելի լավ լինի։ Հիմա ձեր այս ասած խնդիրն է ավելի ծանրակշիռ, ավելի կարևոր բովանդակային առումով, թե օրինակ կաթողիկոսի հանդեպ այդ քրեական վարույթ նախաձեռնելը եւ արգելել բացակայել երկրից։ Գիտեք, եթե կար տեղեկություն, որ կաթողիկոս ուզում է գնա Ֆրանսիա, ներողություն Ավստրիա կամ Մոսկվա եւ ուզում է այնտեղից վտարանդի կաթողիկոսություն հիմնել, դա շատ մեծ հարված է Հայաստանի Հանրապետությանը եւ իհարկե պետք է դրա դեմն առնել։ Բայց ես կարծում եմ նա շուտվանից պետք է ձերբակալված լիներ եւ այն կուսակրոնությունը եւ այլն, որ իրենք գնում են, ես թարապես կարծում եմ թե կուսակրոնության հարցը իրենք ներսում պետք է լուծեն։ Ես կարծում եմ շատ ավելի ուշ հիմքեր կային կաթողիկոսին եւ ոչ միայն կաթողիկոսի, մնացածների նույնպես, ովքեր որ սատարում են։ Բան անել անուչա, մեկուսացնել։ Որովհետև եթե իրենք ասում են, որ Եզրասը եղել է ՊԱԿ անդամ, ապա ես օրինակ ինձ հասել է տեղեկությունը, որ նույնը վերաբերվում է նաև կաթողիկոսին, որում եթե ՊԱԿ-ը դա խորհրդային է, ապա մենք խոսում ենք այսօր գործող ռուսական հատուկ ծառայությունների մասնակցության մասին։ Ես կարծում այստեղ է, որ իշխանությունը պետք է գործեր, բայց էլի փորձելով խուսափել հակառուսական ինչ-որ բաներից, մենք եկել հասել ենք այս օրերին, որ
արդեն մոտ 1 տարի է կաթողիկոս են ուզում փոխեն, բայց այս վիճակն է։ Եվ այս հարցը բնավ չտեղավորել այդ հնարավոր ադրբեջանա-թուրքական պահանջների ներքո չդիտարկել, որովհետև կարծիք կա պարոն Բլեյան, որ վարչապետի հռչակած նոր Հայաստանում, իրական Հայաստանում չի կարող լինել ամենայն հայոց կաթողիկոսի ինստիտուտ։ Չէ, ես չեմ հավատում դրան, չկա այդպիսի նախադրյալներ։ Այսինքն երբ է իշխանություն հայտարարել, որ կաթողիկոս չպետք է լինի։ Ով ասաց, որ կաթողիկոս չպետք է լինի։ Ես իրեն չեմ էլ համարում, որ նա կաթողիկոս է։ Այսինքն օրինակ մենք տեսել ենք, որ օրինակ արդեն մոտ 7 ամիս է անցել խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից ի վեր։ Կաթողիկոսը չի ուզում օրհնի խաղաղությունը։ Եթե կաթողիկոսը խաղաղության մասին չէ, ինչի մասին է կաթողիկոսությունը ընդհանրապես։ Այսինքն իրենց պատկերացրած կաթողիկոսությունը դա իր եղբայրն է, որը օրհնում էր ռուսահայերին, որ գնան սպանեն ուկրաինահայերին Արբատ բատալյոնով։ Սա իրենց պատկերացրածը։ Սա կաթողիկոսություն չի։ Սա հոգևորական կյանք չի։ Սա հատուկ ծառայությունների հրամանները կատարելու գործառույթ է։ Հիմա ամփոփենք մեր հարցազրույցը, պարոն Բլեյան, ամեն դեպքում ԱՄՆ փոխնախագահի այցով մենք ձեր հետ առիթ չենք ունեցել սրան անդրադառնալու, ինչ ընդհանուր դիտարկումներ կանեք, ձեր գնահատականը որն է, եղան իհարկե դրվագներ, որոնք խնդրահարույց էին Ծիծեռնակաբերդի հետ կապված եւ շատ քննարկվեց յուրաքանչյուր քաղաքական ուժ իր տեսանկյունից դիտարկեց եւ շահարկեց, եթե կարելի է այդպես ասել։ Դուք ընդհանուր ինչ կարող եք ասել, որն է ձեր գնահատականը, որն է ձեր տպավորությունը։ Միանշանակ չի կարելի թերագնահատել դրա կարևորությունը, որովհետև մենք կարող ենք ասել, որ երկար ժամանակ է մենք էլ չենք խոսում նոյեմբերի 9-րդ կետից, որը ական էր Հայաստանի Հանրապետության պետականության հիմքերում։ Այսօր մենք խոսում ենք օգոստոսի 8-ից, որովհետև օգոստոսի 8-ը թաղեց նոյեմբերի 9-րդ կետը, իշտորել Միացյալ Նահանգների միջամտության։ Եվ JD Vance-ի Միացյալ Նահանգների թե Թրամփի եւ Թրամփ, որը հավերժ չէ։ Չէ, տեսեք, նույն եթե օրինակ խոսանք ատոմային էներգետիկայից, այն ինչ ստորագրեցին Փաշինյանն ու JD Vance-ը, դրա նման մի բան ստորագրել են արդեն Բլինքենն ու Միրզոյանը նախորդ վարչակազմից։ Այն ինչ խոսում են այսօր Թրիպը, նույն Միջանցքը, դրա մասին խոսում էր դեռ նախորդ վարչակազմից փոխ պետքարտուղար Ջեյմս Օբրայենը։ Այսինքն սա Միացյալ Նահանգների շահն է տարածաշրջանում, Հայաստանի շուրջ, Հայաստանում, որը համընկնում է Հայաստանի Հանրապետության շահերի հետ, սա ամենակարևորն է։ Համընկնում ունենք Հայաստանի եւ Միացյալ Նահանգների շահերի հետ։ Եվ եթե վաղը Միացյալ Նահանգներում չլինի Թրամփ եւ նույնիսկ չլինեն հանրապետական կուսակցություն, ես գրեթե վստահ եմ, որ այդ ամենը շարունակվելու է։ Միանշանակ միգուցե անունը փոխեն, էլ Թրամփի ուղի չի լինի, բայց դրանից բնույթը չի փոխվի, դա միանշանակ է, որովհետեւ դա բխում է իրենց շահերից, իրենց ռազմավարության նպատակն է եղել, որ այստեղ Միջինասիան հարավային Կովկասով կապեն Եվրոպայի հետ։ Սա է նպատակը։ Եվ իրենց ո ստացվել է։ Եվ նախորդ վարչակազմը նույնպես այդ ուղղությամբ է փորձել աշխատել։ Բայց ուղղակի տարբերություն նախորդ վարչակազմի, այս վարչակազմը շատ ավելի վճռական է, շատ ավելի կոշտ է, կոպիտ է երբեմն։ Դա է պատճառը, որ Իլհամ Ալիևը, նաև կա համակրանք Իլհամ Ալիևի մոտ առ Միացյալ Նահանգների ներկայիս վարչակազմ եւ իրենք գնացել են այդ համաձայնության եւ դա միայն բխում է Հայաստանի Հանրապետության շահերից եւ մեր նպատակն է միջև իրենց ավարտը մենք հնարավորինս կարողանանք դա արդեն դարձնենք գործնական, կիրառական բոլոր հարցերի պատասխանները տված որպեսզի արդեն եթե եկան դեմոկրատները ում չի սիրում Իլհամ Ալիևը քանիցս ասել է որ նա զզվում է իրենցից բայց մենք պետք է հասկանանք որ դա արդեն պետք է այնպիսի ինստիտուցիոնալ մակարդակի վրա լինի Հայաստանի, Ադրբեջանի եւ Միացյալ Նահանգների կողմից որ անկախ դրանից թե ով գա իշխանության դա շարունակի գործել որտեվ շատ ժամանակ մենք մտածում ենք թե Միացյալ Նահանգներում իշխանությունը կփոխվի եւ իրենց քաղաքականությունը կփոխվի այստեղ ուրիշ վտանգ կա որ այնտեղ կարող է իշխանությունը փոխվի եւ Ադրբեջանի վերաբերմունքը դրա նկատմամբ փոխվի
Այստեղ է որ որ այստեղ է կարևորը մենք կարողանանք այնպիսի որ այս պատանն օգտագործենք, այնպիսի մակարդակի բարձրացնենք մեր հարաբերությունները, որպեսզի արդեն կախված չլինենք Միացյալ Նահանգների վարչակազմից։ Եվ դրա համար է կարևոր նաև որ մենք այլ խաղացողներ ներգրավենք այստեղ։ Օրինակ Չինաստանի եւ Ռուսաստանին ինչպես պնդում է Քոչարյանը։ Չէ, անհնար է։ Անհնար է Ռուսաստանն ու Չինաստանը ներգրավեն, սա հակառուսական, հակաչինական պրոյեկտ է, նույնիսկ հակաիրանական պրոյեկտ է։ Եվ մեր նպատակն է որ դա չդառնա հակաիրանական։ Սա եմ ես կարևոր համարում։ Ես կցանկանամ, որ ի վերջո Չինաստանը միանա այս պրոյեկտին, բայց զուտ բեռնափոխադրման մակարդակում, որովհետև այնպես չէ, որ Միացյալ Նահանգները չունի որևէ տնտեսական եւ առևտրային հարաբերություններ Չինաստանի հետ եւ շատ մեծ հնարավորություններ կբացի նույն թրիպի համար, նույն Հայաստանի Հանրապետության մաքսատուրքեր գանձելու առումով, եթե Չինաստանը միանա եւ իր ապրանքաշրջանառությունը իրականացվի այս ճանապարհով։ Բայց մաս կազմել, ինչպես Ռոբերտ Քոչարյանն է ասում, երաշխավոր դարձնել Չինաստանին ու Ռուսաստանին ինքը երևի, չգիտեմ, սունկ է կերել, իր մոտ հոլյուցինացիա առաջացել, դա անհնար անտրամաբանական բան է, հնարավոր չի նման մի բան անել։ Մի կողմից ասում է սա անվտանգային մեծ սպառնալիք է մեր երկրի համար, մյուս կողմից ասում է պետք է ներգրավել Չինաստանի եւ իրենց երկրի համար։ Իրենց երկիրը այսօրվա Հայաստանի Հանրապետությունը չի։ Իրենց երկիրը Ռուսաստանին հպատակ Հայաստանի Հանրապետությունն է, եւ այդ իր երկրի համար դա սպառնալիք է։ Որովհետև իրենց պատկերացած Հայաստանում չի կարող լինել Միացյալ Նահանգների ներկայություն։ Չեն կարող լինել որևէ ռազմավարական հարաբերություններ մեր հարևանների հետ, նույնիսկ Իրանի եւ Վրաստանի հետ։ Մենք պետք է լինենք հապկանդամ, ԵԱՏՄ անդամ, ԱՊՀ անդամ, Ռուսաստան-Բելարուս միութենական պետության մաս, մեր զորակազմը պետք է հյուսիս կորեացիների եւ ռուսների հետ կռվեն ուկրաինացիների դեմ, սա իրենց պատկերացած Հայաստանը։ Իրենք էլ ստախ ուտեն։ Եվ պարոն Բլեյան շրջանցելով այս նախընտրական տրամադրություններն ու ձևավորվող այդ արդեն դաշտում երևացող քաղաքական ուժերին ու դաշինքներին, ինձ հետաքրքիր է Ծառուկյանի խաղի մեջ մտնելը, դուք ինչպես եք մեկնաբանում, ինչ վերլուծություն ունեք, ինչ դիրքերից է մտնում, ինչու։ Եկեք վերլուծենք թե Գագիկ Ծառուկյանին, թե իր գործընկեր Անդրանիկ Թևանյանին, նաև դեմոկրատական այլընտրանք կուսակցությունն է միացել։ Այո, տեսեք, Գագիկ Ծառուկյանը երկար տարիներ եղել է Բելարուսի, հա, իր նախագահի եւ առ այսօր կա մտերիմները, գործընկերները, գիտեք, իր տղան առ այսօր Մինսկում է, իրավապահ համակարգից է խուսափում եւ նա ամբողջությամբ միշտ եղել է պրոռուսական, պրոբելարուսական ուղեցրում, դա նա չի էլ թաքցնում, բոլորին վերջերս մի քանի հոդված էր հրապարակել եւ մեզ սպառնում էր թե որքան վտանգավոր կլինի եթե հանկարծ մենք մերձենանք Եվրոպական միության հետ եւ դուրս գանք ԵԱՏՄ-ից, այսինքն նա իր քաղաքական դիրքորոշումը շուտվանից հայտնել է եւ այստեղ ես խնդիր ունեմ, որովհետեւ դա ըստ երևույթին պրոբելարուսական ուժ է, պրոռուսական ուժ է, թե խոսենք Անդրանիկ Թևանյանից, ապա մի մարդ ով գնացել է Դոնբաս եւ այնտեղ պաստորեն ուկրաինական օկուպացված տարածքները համարում է ռուսական, այդ մարդն ինձ համար որպես քաղաքական գործիչ եւ որպես մարդ էակատարապես կործանված է։ Այսինքն Ռուսաստանի համար միայն Սամվել Կարապետյանի մասնակցությունը, Ռոբերտ Քոչարյանի մասնակցությունը բավարար չէ։ Հերիք չէ, իրենք ուզում են 3 ֆրոնտով գնան եւ միգուցե 3 խմբակցություն ձևավորել ազգային ժողովում, իրենք ուզում են որքան հնարավոր է շատ լինեն։ Եվ այստեղ ես որ խնդիր ունեմ իշխանության հետ, որ ինչպես կարելի է թույլատրել, որ ակնհայտ հակապետական կուսակցություններ մասնակցեն քաղաքական process-ների եւ մենք դա անվանենք ժողովրդավարություն եւ ասենք, որ դա նորմալ է։ Ես համարում եմ այդ քաղաքականությունը աննորմալ, որ մենք համարում ենք դա նորմալ։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։ Մեզ դիտողներին հիշեցնեմ, որ զրուցում էի ժողովրդավարության եւ անվտանգության հարցերի կենտրոնի ղեկավար Հանուն Հանրապետության կուսակցության քաղխորհրդի անդամ Արնոլդ Բլեյանի հետ։ Մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում, նաեւ այդ հարթակում աջակցել մեզ էկրանին երևացող QR կոդով։